Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում։ Այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Հրապարակ թերթը գրում է. վերջերս ԿՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրությունների ԿՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։ Շտաբի անդամներն էլ արդեն որոշված են եւ Փաշինյանի վստահելիներն են։ Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան գանձապահ, հայկական ժամանակի նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը։ Մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը։ Երևանի պատասխանատուն կլինի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ խոսում են ԿՊ-ում։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Հովանավանքում ֆեյք պատարակները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի։ Ընդ որում մեծ մասը ԿՊԱ-ականները պղծության երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում է պատարակի մասնակցելու։ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ նա միացել էր Հովանավանքի պատարակին եւ դեմ դուրս եկել եկեղեցուն։ Թվում էր, թե երկու անգամ խայտարակվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարակի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգևորականներ պոկել մայրաթորից եւ դարձնել իր կրոնի հետևորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում եւս ոգևորվեն եւ նոր հոգևորականներ միանան արշավին։ Թալին գնալու հետ կապված կարող եմ ասել նաեւ այլ պատճառներ կան։ Սրա մասին խոսում են նաև սոցիոլոգիական հարցումները, փակ թե բաց, նաև հանրային տրամադրություններ ուսումնասիրողները Թալինում առավել դրական տրամադրվածություն կա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կամ նիկոլականներ ավելի շատ կան մեր հայրենակիցների շրջանում եւ Նիկոլ Փաշինյանը ակնկալիք ունի, որ նախ բնակավայրը ավելի մեծ է, շրջակայքում էլի մեծ բնակավայրեր կան եւ կա իր աջակիցների այսպես ավելի զգալի թիվ, քան Հովանավանքի շրջակայքում, ուստի ինքը ակնկալիք ունի, որ հանրայնության, հանրային աջակցության լայն տպավորություն կթողնի։ Հրապարակ թերթը գրում է. Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջև 3 դեբոշ է եղել 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ։ Կրքերը թեժացել են, երբ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը հեռացնել իր նոթբուքը։ Քոչարյանն ասել է, թե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չօգտագործվող սարքում, ապա նույն տրամաբանությամբ սենյակում նոթբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ նոթբուքով եմ գնում, սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը միանելով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոթբուքի։ ԿՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են։ Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես եփել, որ մերժեն իր հեղինակած նախագիծը փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձևափոխված օրակարգ բերել, սակայն ԿՊ-ում կրկին դիմադրել են։ Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին, հիմա սպասում է պատասխանի։ Հարաբերությունները այո ԿՊ-ում գնալով ավելի են լարվելու, նախընտրական շրջան է մոտենում, ընտրական ցուցակներն են կազմվում եւ այս մարդիկ կենաց մահու պայքար են տալու իրենց տեղի համար ապագա խորհրդարանում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավորների քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննությունը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։ Նախկինում հանրային պաշտպան Կարլեն Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի օգնական, նրա 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք, բնակարան, որից մեկը Երևանում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը Գյումրիում։ Բնակարանները համապատասխանաբար ձեռք են բերված 2021 եւ 2022 թվականներին։
Գրեյանը նախկինում հայտարարագիր է ներկայացրել լինելով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ընտանիքի անդամ։ Այդ շրջանում նա 25 միլիոն 563 հազար դրամով գնել է Երևանում գտնվող բնակարանը, որից մեկ տարի անց Գյումրիում գնել է բնակարան ընդամենը 2 միլիոն դրամով։ Այս գործարքը կարելի է որակել կասկածելի, քանի որ բնակարան ձեռք բերելու համար 2 միլիոն դրամ վճարելը շատ այսպես երազելի թիվ է։ Իսկ հա 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն Գրեյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձեռք է բերել հողամաս 1.2 միլիոն դրամ արժողությամբ։ 2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ոչ տարեսկզբին, ոչ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում։ Տան սեփականությունը փաստող տվյալ չկա։ Այն հայտնվել է Գրեյանի օտարված գույքերի ցանկում գրեթե ամեն տարի։ 2024 թվականին 1.9 միլիոն դրամով անհատական բնակելի տունը Գրեյանը վաճառել է Սարո Գալուստի Տեփանյանին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քաղաքական նպատակներով իրականացվող տնտեսական ճնշումները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին դարձել են օրինաչափ երևույթ, իսկ դրանց ամենաաղմկահարույց օրինակներից մեկն առնչվում է Աշիր ընկերությունների խմբին պատկանող բիզնեսներին։ Պետությունը կառավարիչ է ուղարկել հենց բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող Բեցում բարձրավոր էլեկտրական ցանցերում խայտառակ խախտումներ են գրանցվում։ Նախ տեղեկացանք, որ Բեցը պատկանում է կառավարությանը եւ համարվում է էներգետիկայի փոխանցող ցանց, իսկ ՀԵՑ-ը, որը պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էներգիայի բաշխիչ ցանցն է 110 կՎտ եւ ցածր։ ՀԵՑ-ի միջոցով էլ սպառողը էլեկտրաէներգիան ստանում է, այսինքն բարձրավոր էլեկտրական ցանցերը եւ ռազմավարական նշանակություն ընկերություն է, սակայն այստեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ։ Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2.6 միլիարդ դրամ է կազմում պետական կամ ազգային Բեցում վերջին 7 տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը։ Խոսք է գնում բարձրավոր էլեկտրական ցանցերի մասին, ինչպես հասկացաք, որի կառավարիչը պետության ներկայացուցիչն է, ընկերությունը պատկանում է պետությանը եւ ահա տեսնում եք 2.6 միլիարդը 6 միլիոն դոլարից ավել գումար է կազմում։ Դե մարդիկ հիմա այդպես են կարողանում աշխատել։ Ես վստահ եմ, որ հեծն էլ, եթե հայտնվի իրենց վերջնական վերահսկողության կառավարման ներքո, նույն ավելի տխուր իրավիճակն են կունենալու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺՔՊ խմբակցության երկու падգամավորների Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջև հարաբերությունների լարվածությունը 3 իր պիկին է հասել։ Բանն այն է, որ 3 ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն։ Քննարկումը փակ դռների հետևում պետք է կայանար։ Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է բոլոր համակարգիչների իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից։ Սրա մասին արդեն ընթերցեցինք, հրապարակ օրաթերթը փաստորեն էլի անդրադարձել էր նույն թեմային, կարծում ավելացնելու բան չկա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, թեմի 12 հոգևորականները, ինչպես նաև թեմի 3 վարչական աշխատակից, հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, իսկ մի քանիսը գտնվում են կալանքի տակ։ Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգևորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաև Սամոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Առաքելյանը։ Վերոնշյալ հոգևորականներից 3-ը մինչ օրս մնում են կալանքի տակ։ Ներկա պահին կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են Վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Հիշեցնենք, որ այս հոգևորականներին ձերբակալել, հետո կալանավորել են հորինված գործով, սկզբում այդ Ստեփան Ասատրյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարություն արեց, որի հիման վրա Սորոսական Դանիել Իոնիսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, Նիկոլի իրավապահները գործին ընթացք տվեցին, ու այս մարդիկ ըստ էության կարված գործով, հորինված գործով հայտնվել են բանտում։
Փաստորաթերթը գրում է. չնայած կա տեսակետ, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի ներկա իշխանություններին, այնուամենայնիվ կարծես թե այդ աջակցությունը զգալի նվազել է եւ ամբողջ արևմտյան շրջանակները չէ, որ մեղմ ասած սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Դրա մասին են վկայում վերջին շրջանում արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած սուր անդրադարձերը, ինչպես նաեւ առանձին եվրոպաշտոնյաների արձագանքները կապված Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի հոգևորականների ընդդիմության դեմ բռնաճնշումների, մասնավորաբար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։ Օրինակ, Euronest ԽՎ քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի Երևանյան նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը եւ գերմանացի падգամավոր Սերգեյ Լագոնսկին շատ կոշտ գնահատականներ տվեցին Հայաստանի իշխանությունների եւ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։ Իհարկե, այս արձանագրումները լավ է, որ արել է թերթը, բայց ես չեմ կիսում այն տեսակետը, որ Արևմուտքը սկսել է պակաս աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Արևմուտքը, եթե անգամ լինում են նման հայտարարություններ, կարող ենք նաև կարդալ զեկույցներ Freedom House-ում, չգիտեմ, այլ միջազգային Amnesty International-ում զեկույցներ Հայաստանի մասին, մարդու իրավունքների խախտման մասին, Human Rights Watch-ը կարող է գրել, բայց իրականությունն այն է, որ այդ զեկույցները եթե անգամ գրվում են կամ այս հայտարարությունները որ արվում են, չեն ունենում հետևանքներ, ինչը նշանակում է, իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց այս հայտարարությունները արվում են ապագայում իրենց դեմքը փրկելու համար։ Հիմա ենթադրենք իշխանություն է փոխվել եւ ապագա հավանական իշխանությունը եվրոչինովնիկներից պատասխան է պահանջում, ասում են, նման իրավախախտումներ են եղել, բա ուր էիք դուք, ասում հենա մենք հայտարարություն ենք տարածել, զեկույցում գրել ենք, բայց հետևանքներ չեն եղել։ Այս Փաշինյանին իբրև թե չաջակցելու եվրոպացիների մոտեցումը շատ նման է Ալիևին չաջակցելու իրենց մոտեցմանը, այո, հայտարարություններ արեցին, դատապարտեցին, իբր թեթև տենց աչքի տակով անցկացրեցին Արցախի հայաթափում, բայց դա գործնականում ինչի բերեց, ինչ որ հետևանք բերեց, Ալիևի հաշիվները սառեցվեցին, չգիտեմ, սանկցիաներ կիրառվեցին, ոչ մի բան չարվեց, ինչը ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները ուղղակի արվեցին հայկական լսարանի համար, իսկ գործնականում նրանք ոչ որևէ կերպ չխանգարեցին Ալիևին։ Մինչև անցնենք պոլիտիկայի մի հրապարակման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ գրել ձեր կարծիքը մեր թողարկումների մասին եւ այսպես ձեզ եմ ներկայացնում պոլիտիկայի մի հոդվածը Տեր Արամի մասին, դերևս քահանայի կոչում օծում եւ կարգ ունեցող հոգևորականի մասին, որը Կիրակի օրը մասնակցում էր Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից պղծություն որակված այսպես կոչված պատարագին Հովանավանքում, միջև այդ էլ հայտարարություններով աջակցում էր նախկին քահանա Ստեփան Ասատրյանին։ Վերջին մի քանի շաբաթներին լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են Տեր Տարոն քահանա Հունանյանի խոսքը, որով նա աջակցում է նախկին քահանա Ստեփան Ասատրյանի եկեղեցու կողմից սրբապղծություն որակված գործունեությանը։ Լրատվամիջոցները Տեր Տարոն քահանա Հովնանյանին ներկայացնում են որպես հաղարծին վանական համալիրի քահանա։ Իրականությունն այն է, որ Տեր Տարոնի իր կամքով արդեն երկար ժամանակ է ինչ հոգևոր ծառայության մեջ չէ, նա ընտանեկան խնդիրներ է ունեցել, կինը բաժանվել է իրենից։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ամեն բան արել է, որպեսզի ընտանիքը չքանդվի, սակայն կինը պնդել է, որ չի պատրաստվում ապրել Տեր Տարոնի հետ եւ հեռացել նրանից։ Այս միջադեպից հետո Տեր Տարոնը հեռացել է հոգևոր ծառայությունից եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ինչպես Պետրոս Ղազարյանի մոտ զրույցում Ստեփան Ասատրյանն է բացահայտել, տաքսի է վարել։ Ունեմ հոգևորական ընկեր, ում ընտանեկան հարցը պետք է լուծվեր, այսօր այդ մարդը բաժանված է, իր ընտանեկան կյանքը խարխլված է, այդ հոգևորական այսօր Կրասնոդարում տաքսի է վարում, այդ հոգևորական այսօր գիշերը անցկացնում է մեքենայի մեջ,
ասել էր Ստեփան Ասատրյանը Պետրոս Ղազարյանի եթերում։ Տեր Տարոնը Կրասնոդարում տաքսի վարելու աշխատանքը թողել է ԿՊԱ-ական իշխանության խնդրանքով եւ վերադարձել որպես ոչ կարգալույց քահանա աջակցելու Ստեփան Ասատրյանին։ Իշխանությունները նրան խոստացել են աջակցություն հնարավոր բոլոր ձևերով, իսկ երբ հակաեկեղեցական գործը գլուխ բերեն, իրեն լուրջ դերակատարում է վերապահվելու։ Տեր Տարոնին մոտ կանգնած անձինք մեզ փոխանցեցին, որ նա իր անձնական խնդիրների համար մեղադրում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Իր այս գործունեությունը համարում է վրեժ եւ վստահեցրել է, որ իր գործերը լավ են լինելու, իսկ իրեն նեղացնողները այդ անգամ կինը վերադառնալու են իր մոտ։ Այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կարգապահական հանձնախմբում քննարկվելու է Տեր Տարոնի հարցը, ըստ ամենայնի նա կարգալույց կարվի, քանի որ մասնակցել է կեղծ պատարագի, որը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որակել է որպես սրբապղծություն։ Այսպես երեք եթե հետևել եք նաև իմ Facebook-յան էջին, մենք օրվա ընթացքում ընկերներիս հետ բացահայտեցինք այսպես կոչված այդ պատարագին մասնակցած կամ անցկացրած կեղծ հոգևորականների, երկուսը որպես դպիր էին ներկայացվում լրատվամիջոցում, մեկի պարագայում ինքն իրեն սարկավագ է ներկայացնում ամենալկտի բառապաշարով, ամենակեղտոտ բառապաշարով քաղաքացիների կանանց, տղամարդկանց հետ շփվող մի մարդու մասին էր խոսքը եւ մենք տեսանք, որ աստորեն ոչ միայն Ստեփան Ասատրյանը ստախոս է եւ կեղծ քահանա է, քանի որ կարգալույց է արվել եւ իրավունք չունի նման ծիսակարգ անցկացնելու, այլ նաեւ իր շուրջը ում հասցրեցինք ծանոթանալ, ճանաչել, տեղեկություններ հավաքել, բարձրացած կամ կեղծ դպիրներ էին, որևէ կապ չունեին հոգևոր կյանքի հետ, կամ սարկավագ կարգալուծարված, որը ամենակեղտոտ բառապաշարով հանրային միջավայրում իրեն դրսևորում է։ Համարյա թե դոգ, այսինքն եթե դոգը Հայաստանում լիներ, երևի թե ինքն էլ Ստեփան Ասատրյանի այդ կեղծ միջոցառմանը կմասնակցեր։ Նույնն էլ այս կարգը դեռևս կարգալույց չարված Տեր Տարոնի մասին։ Փաստորեն մարդը ունի ընտանեկան խնդիրներ, կինն իրենից հեռացել է, բաժանվել է, իրենց խնդիրն է, ինչ պատճառով։ Այնուամենայնիվ ընտանեկան վիճակը խարխլվել է, խաթարվել է։ Բագրատ Սրբազանն ամեն բան արել է այս մարդուն օգնելու համար, չի ստացվել, հիմա իրենց ընտանիքն է, ի վերջո Բագրատ Սրբազանը չէր կարող բռնանալ կնոջը, որ ստիպեր ապրելու այս մարդու հետ։ Այս մարդը թողել է հոգևոր ծառայություն, այո, կարգը պահել է, բայց հեռացել է Հայաստանից, եւ ինչպես Ստեփան Ասատրյանն է ասել, տաքսի է վարել այնտեղ։ Հիմա, երբ հնարավորություն է տեսել վնասելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հայ առաքելական եկեղեցուն եւ ինչ որ առումով անձնական օգուտներ քաղելու, ԿՊ-ի խնդրանքով վերադարձել է եւ հարվածում է եկեղեցուն, հարվածում է կաթողիկոսին եւ ինստիտուցիոնալ առումով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Այս մարդը եւ մնացած բոլորի պարագայում, երբ որ դուք տեսնեք, անձնական ինչ որ վրեժխնդրություն ունեն, անձնական անհաջողություն ունեն, որը բարդում են եկեղեցու վրա եւ փորձում են իրենց անձնական փոքր հարցերը լուծել համազգային կառույցին վնասելու ճանապարհով։ Այսօր այսքանն ենք առանձնացրել տեղական մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։